Կոպենհագենում ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովը, որին մասնակցում են 40-ից ավելի երկրների ղեկավարներ։ Քննարկման օրակարգում են Ուկրաինան, ընդհանուր անվտանգության իրավիճակը եւ առկա աշխարհաքաղաքական իրավիճակում Եվրոպան ավելի ուժեղ եւ ապահով դարձնելու հարցը։ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, որը հյուրընկալում է գագաթնաժողովը, հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք է հանդիսանում ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայում բոլորի համար։ Հետևաբար մայրցամաքը շատ ավելի ուժեղ դարձնելու խնդիր է դրված։ Հարկավոր է ուժեղացնել Ուկրաինան եւ թույլատրել Ռուսաստանն ավելի շատ պատժամիջոցներով։ Մենք պետք է կարողանանք ֆինանսավորել Ուկրաինայի զինված ուժերը։ Մենք բոլորս պետք է ավելի շատ զենք, ավելի շատ զինամթերք մատակարարենք եւ դա պետք է անենք ավելի արագ։ Ոչ միտեղ դա ավելի մեծ ազդեցություն չի ունենա եվրոպական անվտանգության վրա, որքան Ուկրաինայի առաջնագծում։ Իր հերթին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մոսկվան ոչ միայն հարվածներ է հասցնում Ուկրաինային, այլև գործողություններ է ձեռնարկում հենց Եվրոպայում, լինի դա օդային տարածքի խախտման, կիբերհարձակումների թե այլ միջոցներով։ Մենք պետք է շարունակենք ճնշումը Պուտինի վրա, տնտեսական ճնշումն ազդում է եւ մենք պետք է շարունակենք այն ավելի շատ պատժամիջոցներով, որոնք կթիրախավորեն մասնավորապես էներգետիկ ոլորտը եւ ստվերային նավատորմը։ Ռուսական նավթի վաճառքն իրականացնող ստվերային նավատորմի վրա ճնշումն ուժեղացնելու անհրաժեշտության մասին է խոսել նաև Ֆրանսիայի նախագահը։ Էմանուել Մակրոնի խոսքով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի 30-ից 40%-ը ֆինանսավորվում է հենց այդ եկամուտների շնորհիվ։ Այսպիսով չափազանց կարևոր է մեծացնել ճնշումն այդ նավատորմի վրա, քանի որ դա ակնհայտորեն կնվազեցնի պատերազմը ֆինանսավորելու Ռուսաստանի կարողությունը։ Մոլդովայի նախագահն էլ Ռուսաստանին մեղադրել է օրերս տեղի ունեցած խորհրդարանի ընտրությանը միջամտելու համար։ Դրա նպատակը Մայա Սանդուի խոսքով երկիրն ապակայունացնելն էր եւ ընտրության արդյունքներն անվավեր դարձնելը, ինչը սակայն չի հաջողվել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է էսկալացնել հակամարտությունը, ինչի վկայությունն են Եվրոպայում տեղի ունեցած վերջին միջադեպերը կապված Եվրամիության օդային տարածքի խախտման հետ։ Նրա խոսքով ուկրաինացի մասնագետները Դանիայում են եւ պատրաստ են կիսել անօդաչուների խոցման իրենց փորձը։ Սա ըստ Զելենսկու ամբողջ Եվրոպայում անօդաչուների դեմ պատ կառուցելու առաջին քայլն է։ Երբ մենք խոսում ենք անօդաչու թռչող սարքերի դեմ պատի մասին, մենք խոսում ենք ամբողջ Եվրոպայի մասին, այլ ոչ թե միայն մեր երկրի։ Եթե ռուսները համարձակվում են անօդաչուներ արձակել Լեհաստանի դեմ կամ խախտել հյուսիսային Եվրոպայի երկրների օդային տարածքը, ապա դա նշանակում է, որ նման բան կարող է տեղի ունենալ ամենուր՝ Արևմտյան Եվրոպայում, հարավում։ Մեզ անհրաժեշտ են արագ եւ արդյունավետ արձագանքման եւ պաշտպանության ուժեր, որոնք գիտեն ինչպես վարվել անօդաչուների հետ։ Կոպենհագենի գագաթնաժողովի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն Ուկրաինային վարկերի տեսքով տրամադրելու հարցը։ Խոսքը շուրջ 140 միլիարդ եվրոյի մասին է։ Այնուամենայնիվ այս հարցը փոքրինչ բարդ է հաշվի առնելով խնդրի իրավական կողմը։ Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվների մեծ մասը գտնվում է Բելգիայում։ Երկիրի իրավական երաշխիքներ է պահանջում, որ Եվրամիությունը կկիսի բոլոր ֆինանսական ռիսկերը։ Կոպենհագենում ընթացող գագաթնաժողովի շրջանակում տեղի են ունեցել նաև մի շարք երկկողմ հանդիպումներ։ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Սպիտակ տան ղեկավարի աջակցությամբ Հայաստանի հետ հարաբերություններում ձեռք բերված վերջին պատմական բեկման կապակցությամբ։ Կոշտան հայտարարել է, որ սա կարևոր քայլ է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ճանապարհին։ Նրա խոսքով Եվրամիությունն Ադրբեջանը դիտարկում է որպես կարևոր գործընկեր եւ ձգտում է ամրապնդել կապերը, այդ թվում Global Gateway ռազմավարության շրջանակում։ Մոլդովայի նախագահը եւս իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ շնորհավորանքներ է հղել Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգում ձեռք բերված առաջընթացի կապակցությամբ։ Ալիևն էլ նշել է, որ այդ արդյունքները պատմական նշանակություն ունեն երկու երկրի հարաբերությունների համար։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։